Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր խոսելու ենք սիրտ-անոթային խնդիրների մասին եւ այդ կապակցությամբ առողջ զրույցի տաղավար եմ հրավիրել Լուսինե Հազարապետյանին, բժշկական գիտությունների դոկտոր, Երևան բժշկագիտական կենտրոնի սրտաբան եւ Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական ամբիոնի ավագ դասախոս։ Բարև ձեզ բժշկ։ Բարև ձեզ։ Լուսինե ջան, սիրտ-անոթային խնդիրները իհարկե արդի են միշտ եւ ուզում էի իմանալ, թե ինչ կարող է անել ընդհանրապես մարդը, պարտադիր չի, որ ինքը արդեն լինի սրտաբանի պացիենտ, այլ յուրաքանչյուր քաղաքացի ինչ անի, որ կանխարգելի սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար, Լիլիթ ջան։ Շատ ակտուալ հարց եք տալիս, որովհետև միշտ չէ, որ պացիենտները դիմում են բժշկի, բայց կան սովորություններ, հա, այսպես ասած, առողջ սովորություններ, որոնք օգնում են որոշակի չափով կանխարգելել սիրտանոթային հիվանդությունները։ Դրանք օրինակ շատ պարզ սովորություններ, օրինակ առավոտյան օրը սկսենք ոչ թե սուրճով, այլ մի բաժակ ջրով։ Ինչի համար։ Այն նվազեցնում է արյան խտությունը եւ բնականաբար դրանով իսկ նվազեցնում է ծանրաբեռնվածությունը սրտի վրա առավոտյան ժամերին։ Իսկ մենք գիտենք, որ հենց ինֆարկտի, ինսուլտների զարգացման ռիսկը շատ բարձր է առավոտյան ժամերին։ Օրինակ իմ նման կոֆեմանների համար, որ առավոտ լույսը պետքա բացվի անպայման սուրճով։ Եթե սուրճ ես խմում, հետը մի բաժակ ջուր ես խմում, էլի ոչինչ, ինչ որ չափով նվազեցնում ես կոֆեինի ազդեցությունը։ Էլի ոչինչ։ Ավելի լավ է սկզբից մի բաժակ ջուր, այնուհետև սուրճ, որովհետև հենց սուրճը հենց բերում է ջրազրկման օրգանիզմի։ Մյուսը էլի, օրինակ ամեն սնունդ ընդունելուց հետո խորհուրդ է տրվում 10 րոպե զբոսանք։ Ինչի համար։ Դա ուղղակի շարժունակություն չի, դա ուղղակի քայլեր չեն, դա նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակը։ Իսկ մենք գիտենք, որ դրանով իսկ մենք հենց պաշտպանում ենք անոթները։ Հարստացնենք սննդակարգը կալում պարունակող սննդամթերքներով, հա, դա ընկուզեղեն, բանան, ավոկադո, ինչի համար։ Կալումը նատրիումի բնական հակառակորդն է, եւ ինքը շատ անվտանգ բնական ճանապարհով, աղի, հա, նա նվազեցնում է զարկերակային գերճնշումը։ Շատ լավ։ Կան էլի, օրինակ շատ կարևոր է նամանավանդ մեր դարում, ստրեսա շատ դարում, շատ կարևոր է ճիշտ շնչառական տեխնիկաների կիրառումը, առնվազն օրական 5-ից 10 րոպե։ Ինչպես ենք անում։ Օրինակ մինչև 4 հաշիվը խորը ներշնչում, շունչը պահում ենք մինչև 7-ը եւ 8 հաշվին արտաշնչում ենք։ Դա ինչ է անում։ Նվազեցնում է ստրեսի հորմոնների, հա, պարունակությունը արյան մեջ եւ ակտիվացնում է պաշտպանական մեխանիզմները։ Բայց այստեղ պետք է հիշել, որ այս բոլոր սովորությունները իրանք աշխատում են, երբ որ կատարվում են պարբերաբար։ Այսինքն, որ երկարատև են կիրառվում։ Այսինքն ինքը պետք է լինի ապրելակերպ, ոնց որ առօրյա սովորույթներ, որպեսզի ազդեցություն ունենա։ Ենթադրենք, որ այսօր որոշեցինք մի 10 օր այդպես ապրենք եւ մոռանանք դրա մասին, բնական է, որ ոչ մի ազդեցություն չի լինելու։ Շատ լավ։ Իսկ եթե խոսենք, ասենք, բուժզնությունների մասին, կանխարգելիչ բուժզնությունները, որոնք որ անհրաժեշտ են սիրտանոթային համակարգի համար, դրանք որոնք են։ Շատ լավ հարց եք տալիս, շատ կարևոր։ Բուժզնությունները դրանք եւ ես պետք է նշեմ, որ ի ուրախություն մեզ բոլորիս բավականին մշակույթը փոխվել է նամանավանդ երիտասարդների շրջանում։ Արդեն մարդիկ չեն նեղվում, չեն ամաչում բժշկի գնալուց, չեն խուսափում, նույնիսկ բժշկի գնալ, նույնիսկ կանխարգելելը, բարդությունները, զննվելը, դա ամենը ավելի քաղաքակիրթ երանգ ունի։ Ես դա զգում եմ իմ առօրյա պրակտիկայում։ Ինչ է ներառում այդ պարտադիր կանխարգելիչ սրտային բուժզննումը։ Ներառում է արյան եւ մեզի ընդհանուր քննություն,
այնուհետև արյանը կենսաքիմիական քննություն անպայման ճարպային պրոֆիլի ստուգումով, այս վատ խոլեստերին, որ ասում են ժողովուրդը, արյան մածուցիկության զննումով, ինչպես նաև արյան մեջ շաքարի ստուգում, գլյուկոզայի, երկու տիպիկ անոթի վիճակում, այսինքն քաղցած կամ էլ, որն ավելի ճիշտ, ավելի գլիկոլիզացված հեմոգլոբինի ստուգումը, որը ինչ է անում, ինքը ցույց է տալիս վերջին 3 ամսվա մեջ գլյուկոզայի միջին մակարդակը, դա ավելի ինֆորմատիվ տվյալ է բնականաբար, որպեսզի դրանով մենք հայտնաբերենք շաքարային դիաբետը, իսկ մենք գիտենք, որ դիաբետը դա թիվ 1 ռիսկի գործոնն է սրտանոթային պատահարների համար։ Դա ինչ վերաբերվում է կլինիկական հետազոտություններին, նաև բնականաբար կարևոր են գործիքայինները, զարկերակային ճնշման չափումը հանգստի վիճակում մի քանի անգամ, ինչպես նաև էլեկտրասրտագրությունը։ Ինչ է մեզ տալիս էլեկտրասրտագրությունը, սրտի ռիթմի խանգարումները տարբեր տիպի, իշեմիկ խնդիրները, գերաճ կա թե չկա, բոլորը էլեկտրասրտագրությունը մեզ ցույց է տալիս, հանգստի վիճակում էլեկտրասրտագրություն։ Եվ նաև էխոսրտագրությունը ավելի խորը տվյալներ ունենալու համար եւ կախված նրանից, թե մենք ինչ տվյալներ կունենանք այս ռուտին հետազոտության արդյունքում, նաև կիրառվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կատարվող օրինակ նույն էլեկտրասրտագրությունը, բայց ֆիզ ծանրաբեռնվածության ժամանակ եւ շատ կարեւոր մի հետազոտություն խոլտեր հետազոտությունը, որը մեզ ցույց է տալիս 24 ժամվա, մինիմում 24 ժամվա ընթացքում կախված ինչ ապարատ է, սրտի աշխատանքը, տարբեր ցուցանիշները։ Դրանք այն մինիմալ, այն սովորական ռուտին հետազոտություններն են, որոնք հաստատ թույլ չեն տա բաց թողել որևէ սիրտանոթային խնդիր։ Ուրեմն ուշադիր լսելով բազմաթիվ հարցեր առաջացան, այդ թվում նաև նրանք, որոնք որ հուզում են, ինձ թվում է մեր ազգաբնակչությանը նաև ինձ դիմող պացիենտներին։ Նախ կհիշեք մի ժամանակ շատ այդպես ակտիվ խոլեստերինի դեմ պայքար էր գնում, չէ, որ ասենք վատ խոլեստերինից ազատվելու համար ընդհանրապես յուղային ոչինչ չօգտագործել, ես որպես գինեկոլոգ, էնդոկրինոլոգ միշտ ընդվզում էի, որ մասնավորապես կարագի մեջ եղած խոլեստերին ասվածը մեզ անհրաժեշտ է հորմոնների արտադրության համար եւ առանց հորմոնների ոչ մի համակարգ օրգանիզմում գործել չի կարող։ Այս մասով ձեր կարծիքը կուզենայի լսել։ Ես մի փոքր չեմ համաձայնվի ձեզ հետ, որպես սրտաբան երևի բնական է, որտեվ գիտեք, ինչքան էլ մենք խուսափենք այդ վատ խոլեստերինից, էկզոգեն սննդի հետ ընդունումը, մեկը էնդոգեն, այսինքն մեր օրգանիզմի ներսում արտադրվում է մեզ բավարար այդ խոլեստերինը եւ երբեք չի լինում այնպես, որ շատ քիչ լինի կամ, չգիտեմ, ընդհանրապես չլինի։ Շատ լավ, որպես սրտաբան այդ դեպքում սննդակարգից խոլեստերին պարունակող ինչ կարելի է պացիենտին սիրտանոթային համակարգը խնայելով։ Մենք ավելի շատ որպես ճարպային ճարպերը լրացնող, ավելի շատ հագեցած ճարպաթթուներով, հարուստ սնունդ, օրինակ դրանք հենց նույն ընկուզեղենը, նույն ավոկադոն, նույն այնպիսի խուսափենք տրանս, ամենակարևորը խուսափել տրանս ճարպերից, այդ դրանք համ կանցերոգեն են, համ աթերոսկլերոզի զարգացման շատ մեծ ռիսկ։ Շատ լավ։ Որ խոսում ենք ճնշման չափման մասին, դե հիմա շատերը իրենց տանը ունեն, չէ, տարբեր տեսակի ճնշման ապարատներ, օրինակ կան այդ էլեկտրոնային ճնշման ապարատները, տարբեր տեսակի, այդ թվում նաև դաստակին կապվող եւ այլն, դրանք իմաստ ունեն, այսինքն իրենք ինֆորմատիվ են, կիրառական են, ճիշտ են չափման առումով, թե ամեն դեպքում մեր ճանաչած կլասիկ տոնոմետրներն են ճիշտ չափման համար։ Գիտեք, շատ լավ պրակտիկ հարց է, շատ կարևոր է, իրանք ճիշտ են, շատ գովելի է այդպիսի ապարատների կիրառումը, բայց պետք է այդ մանժետան դաստակի վրա կապվողը խորհուրդ չի տրվում, այն ճշգրիտ չէ այդքան, ավելի խորհուրդ է տրվում բասկի, սովորական մեր տոնոմետրի մանժետայի
չափումներով այդպիսի։ Այն էլ ճիշտ կապած ձևով, չէ՞։ Ճիշտ կապած ձևով, այո, եւ միշտ խորհուրդ է տրվում համեմատել սովորական սնդիկային տոնոմետրի հետ եւ նոր արդեն սկսել այն կիրառել, որովհետեւ այսինքն ապարատը միած ստուգել, սնդիկայինի հետ համեմատել, նոր դրանից հետո տան։ Ուղղակի դաստակայինը խորհուրդ չի տրվում։ Այս համատեքստում, տեսեք, վերջի տարիներին շատ մոդայիկ են այդ smart ժամացույց կոչվածները, հա, իրենք էլ ունեն, չէ՞, այդպես ինչ որ սրտի զարկերի չափման ֆունկցիաներ կամ տարատեսակ նմանատիպ։ Ուղղակի որպեսզի մեզ դիտողները պատկերացնեն սրտաբանի կարծիքը, իմաստ կա դրանց ցուցանիշներին ուշադրություն դարձնել այս համատեքստում։ Ես ասեմ, տեսեք, ես շատ դրական եմ վերաբերվում նման խելացի այդ սարքերին, ժամացույցներին։ Ինչի՞։ Այն կտրվածքով, որ նրանք բնականաբար բժշկին չեն փոխարինում, բայց իրանք օգնում են պացիենտին շուտ դիմել բժշկի։ Ինչով։ Քանի որ պացիենտը ինքն իր աչքով նկատում է թե ճնշման տատանումները, թե սրտի աշխատանքի անհամաչափությունը, ու ինքը արդեն անկախ իրանից ոնց որ ինքը մշտադիտարկում է, մոնիտորինգ է անում։ Պատկերացնում է, թե օրինակ սրտի զարկերը օրվա ընթացքում ոնց են փոխվում, ճնշման տատանումները, եւ որ պացիենտը ինքն իր աչքով դա տեսնում է, դա արդեն ավելի հեշտացնում է հաջորդ քայլը, այսինքն սրտաբանին դիմելը։ Ես իմ պրակտիկայում շատ եմ այդպիսի, ասում եմ, նամանավանդ հիմա ջահելության շրջանում շատ տարածված են եւ շատերն են հենց այդ մշտադիտարկումները անում։ Շատ լավ։ Կա մի հարց, որը որ շատերին հուզում է, չէ, որ ասենք համոզված եմ սրտաբանին դիմելուց են հարցնում, որ ենթադրենք կա զարկերակային հիպերտենզիա, նախ որն ենք համարում զարկերակային հիպերտենզիա, եթե պացիենտը դիմեց, դա ինչ, մշտապես պացիենտը պետքա դեղորայք ընդունի մինչև կյանքի վերջ, եթե ունի զարկերակային հիպերտենզիա։ Տեսեք, շատ վան հարց է հիմա այս մեր ներկայիս շրջանում սրտաբանության մեջ երևի թե ամենա շատ ասենց դիտարկվող, շատ քննարկվող վիճելի հարցերից է։ Ինչի համար, որտեղ երկու շատ հայտնի սրտաբանական ասոցիացիաներ գերճնշման իրենք անջատվեցին միմյանցից եւ որպես զարկերակային գերճնշման նորմա մի ասոցիացիան մի նորմա է տալիս 140-90-ից ցածր անկախ տարիքից։ Այո, անկախ։ Իսկ մյուս ասոցիացիան շատ ավելի ցածր ցուցանիշներ, հա, 120-80-ից բարձրը համարում է հիպերտոնիա, ինչպես նաև մեր ամերիկացի գոլեգաները, հա, իրանք էլ են այդպես։ Բայց գիտեմ մի պարզ պատճառ, դեռ այդ հարցը շատ կքննարկվի։ Ես գիտեմ մի բան, որ բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ այն հասարակությունում, որտեղ զարկերակային ճնշումը հնարավորինս ցածր մակարդակի վրա, ապա այդ սոցիումում մենք ունենք սիրտանոթային հիվանդությունների ցածր ռիսկ, սիրտանոթային պատահարների ցածր ռիսկ, ապա ճնշման պարագայում եւս, ինչպես նաեւ խոլեստերինի պարագայում գործում է, ինչքան ցածր, այնքան լավ սկզբունքը։ Դա որպես կոնցեպտ, հա, ինչքան ցածր, այնքան լավ։ Եվ շատ կարեւոր է այստեղ նաեւ ես ասեմ պացիենտները շատ են դա միշտ հարցնում, պացիենտների ասած ներքևի ճնշումը, հա, այսինքն դիաստոլիկ ճնշումը։ Դա շատ կարևոր է, որին մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում, միայն վերևի ճնշումին ենք, հա, ուշադրություն դարձնում։ Իսկ դա շատ կարևոր ցուցանիշ է։ Ինչ է դա ընդհանրապես դա արյան, այսպես ասեմ, ճնշումն է անոթների պատի վրա, երբ որ սիրտը հանգստանում է զարկերի միջև, հա, եւ ինչով է դա շատ վտանգավոր։ Եթե մենք ունենք մշտապես նորման 80-ից ցածր, 80 եւ ցածր, եթե մենք ունենք պացիենտն ունի մշտապես 90 եւ բարձր դիաստոլիկ ճնշում, դա ինչով է վտանգավոր։ Վտանգավոր է նրանով, որ կարող է խոսալ երիկամների հետ ունեցած խնդիրների մասին,
կարա դա վկայի անոթների կոշտության մասին եւ հանդիսանում է ինսուլտների եւ սրտային անբավարարության զարգացման շատ կարեւոր ռիսկի գործոն։ Ես որպես գինեկոլոգ էնդոկրինոլոգ մի լրացում անեմ, ինչին որ ցավոք շատ սրտաբաններ ուշադրություն չեն դարձնում, անտեսում են, որ այդ դիաստոլիկը նաև կանանց մոտ հորմոնալ խնդիրների ցուցանիշ է, այսինքն երբ որ ժխտվում են մնացած պատճառները սրտաբանական, ապա այդ կինը անպայման պետք է գինեկոլոգ էնդոկրինոլոգի խորհրդատվության դիմի, քանի որ այդտեղ հորմոնալ խնդիրների նախանշաններից մեկն է, շատ անգամ կայուն դաշտանային ցիկլի պարագայում դա արդեն խոսում է նրա մասին, որ խնդիրներ ունենք։ Եթե մենք խոսենք սիրտ-անոթային հիվանդությունների մասին, Հայաստանում շատ է տարածված, ոնց է ընդհանրապես ունենք ինչ-որ պաշտոնական տվյալներ այլ երկրների հետ համեմատած։ Այո, ունենք տվյալներ, հիմնականում ունենք, մենք համահունչ ենք գնում թե Ամերիկայի, թե Եվրոպայի հետ հիմնականում, ողջ աշխարհում է սիրտանոթային խնդիրները, նրանք հանդիսանում են համար 1 մարդասպանը, հա, քաղցկեղը երկրորդն է, առաջինը սիրտանոթային հիվանդություններն են, ցավոք Հայաստանը եւս հետ չի մնում այդ տենդենսից, եւ չնայած շատ թե դեղորայքային այդ ֆարմ ինդուստրիայի զարգացմանը, թե ավելի, բայց նույն խնդիրը մնում է ինքը եւ երևի թե պետք է ավելի ակտիվ աշխատել թե ասոցիացիաները մեր մասնագիտական, թե բուհերը, թե եւ երևի ես գտնում եմ, որ սիրտանոթային այդ ռիսկի գործոնների մասին կրթելը պետք է սկսենք շատ վաղ տարիքից, դպրոցներից։ Այո։ Դա ամենակարևորն է, հասուն տարիքում շատ դժվար է ավելի։ Դպրոցից պետք է այդ սկզբունքները առողջ ապրելակերպի երևի քարոզել։ Ինձ թվում է բոլոր մասնագիտությունների, բոլոր մասնագետների հետ զրուցելուց ենք խոսում այն փաստերի մասին, որը հիմա ես կակնարկեմ, բայց ինձ թվում է ձեր ու մեր դաշտում ամենաշատն է, ամենավնասակարն է այսպես կոչված վատ սնունդը ու գերքաշը, հա, որ ամենավատ ռիսկի գործոններն են, հա։ Այդ մասով ինչ կասեք, սիրտ-անոթային հիվանդություն, ենթադրենք օրինակ կա 140-90 ճնշում, հա, պացիենտի մոտ վերջերս հայտնաբերած, եթե այսպես գործնական խոսենք, բայց ունի գերքաշ։ Օրինակ այդ պացիենտը, եթե քաշի նվազում ունենա, կարող է ինքը զերծ մնալ հետագայում հակահիպերտենսիվ պրեպարատներից, այսինքն միայն ապրելակերպով ինչ որ մի ժամանակ կարգավորի, այս գործոնի բահով կասեք ձեր կարծիքը։ Այո, իհարկե հնարավոր է սկզբնական փուլերում, քանի դա կախված է նրանից մենք ունենք արդյոք թիրախ օրգանների ախտահարում արդեն թե ոչ, այսինքն սիրտ, հա, գերաճ, երիկամներ, եթե ոչ, ապա հնարավոր է, որովհետև քաշի ցանկացած թեկուս մի քանի կիլոգրամով, հա, ամեն մի կիլոգրամով նվազեցումը բերում է զարկերակային ճնշման նվազեցմանը, դա ապացուցված փաստ է, եւ շատ կարեւոր է ես ձեր ասած ռիսկի գործոններին ավելացնեմ նաեւ շարժունակությունը, ֆիզիկական շարժունակությունը, շատ հաճախ ասում են, իսկ սրտային խնդիր ունեցող պացիենտը արդյոք իրավունք ունի ֆիզիկապես ակտիվ լինի, հա։ Ես կասեմ ոչ միայն իրավունք ունի, այլ պարտավոր է ֆիզիկապես ակտիվ լինել, բայց այստեղ մի բայց կա, որ այդ ֆիզ ծանրաբեռնվածության դոզան, հա, չափը որոշում է բժիշկը, կախված սրտի զարկերի հաճախության թվից, դա կապ ունի, որ բժիշկն է ասում, որ գիտես, քեզ թույլատրվում է այս շեմը, որ պուլսը, սրտազարկդ բարձրանա մինչև այս թիվը, դրանից ավել վտանգավոր է, բայց այսքանը քեզ լավ է։ Եվ դա շատ կարևոր է չվախենալ ֆիզիկական ակտիվությունից, բայց մի բան էլ կա, օրինակ տեսեք գարնանը, հա, ոնց է, մենք արթնանում ենք, այդ չէ, ոնց որ ամեն ինչը արթնանում է, ինչն է կարևոր, որ շատ միանգամից շատ ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չանել նստակյաց ձմեռային ամիսներից հետո, ամեն ինչը աստիճանաբար, դա շատ կարևոր է։ Այսինքն ֆիզիկական ակտիվության որ տեսակն է, որ ամեն դեպքում
թույլատրելի է։ Ենթադրենք լողա, յոգայա, որն է ավելի նախընտրելի սիրտանոթային լողնել, յոգանել, բայց թեկուս քայլքը միշտ չէ, հա, որ հնարավոր է, ասենք թե ինչ որ հաճախել, թեկուս քայլքը, դա շատ, ինչպես ես վերը նշեցի, շատ բարենպաստ ազդեցություն ունի սկսած գլյուկոզայի քանակից, հա, արյան մեջ եւ վերջացրած շատ տարբեր գործոններով։ Դա քայլք, թեկուս քայլ։ Այ քայլքը այդ ընդունված 10,000 քայլի մասին է խոսքը, թե օրական 30 րոպե։ 30 րոպե ավելի շատ այդպես, ոչ շատ արագ քայլ, սկզբից եթե օրգանիզմը սովոր չի, քանի գնա աստիճանաբար ավելացնել, ամեն ինչը չափի մեջ, ոչ մի կտրուկ քայլեր խորհուրդ չի տրվում, որտեղ օրգանիզմը, եթե երիտասարդների մոտ եթե առողջ են, չունեն սիրտանոթային խնդիրներ, բնականաբար օրգանիզմը շատ հեշտ ադապտացվում է, հա, այդ մեծ նագրոսկաներին, բայց եթե արդեն կա խնդիր, արդեն ինչ որ սրտի խնդիր կա, ապա ցանկալի չի, ոչ մի կտրուկ շարժումներ, ամեն ինչը աստիճանաբար, բայց շարժվելը ուղղակի պարտադիր է։ Աստիճանաբար բառը ինձ մոտ հարց առաջացրեց, աստիճաններով բարձրանալուց հեվոցը սիրտանոթային խնդիրների հետ կապ ունի։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Հիմնականում նայած տարիքը, սեռը, այլ ռիսկի գործոնների առկայությունը, բայց այդտեղ հենց գալիս է այն կարևորությունը, որ մենք սկզբից նշեցինք կանխարգելիչ բուժզննությունները, որ եթե անհատը ամեն տարի անցնում է, նամանավանդ 40 տարեկանից հետո անցնում է այդ բուժզննությունները, հա, ապա ավելի հեշտ է լինում հայտնաբերել, դա սրտի է, թե չէ, որտեղ նույնիսկ բժիշկները, օրինակ առանց զննություններ դա անհնար է ասել, սրտից է թե ոչ։ Օրինակ տեսեք, այստեղ հետաքրքիր բան, սրտամկանի ինֆարկտը, մենք բոլորս գիտենք, ինչն է իր տիպիկ, որ ցավա չէ, կրծքավանդակի ձախ հատվածում, ճառագայթում է ուսագոտի, թիակ, թև, բայց մենք ունենք ատիպիկ ձևեր, մենք ունենք սրտամկանի ինֆարկտ, որ որովայնի ցավով է արտահայտվում, հեվոցով, նույնիսկ եթե պացիենտը ունի շաքարային դիաբետ, նրա մոտ կարող է լինել ինֆարկտ առանց ցավ, անցավ իշեմիա, եւ այդ իսկ պատճառով դա միայն պացիենտը առանց բժշկի այցելելու չի կարող։ Հարցս իմաստը այն էր, որ նաեւ դրան ուշադրություն դարձվի, որովհետեւ շատ անգամ անպայման ատիպիկ, դա լինում է ատիպիկ դրսևորումներ սրտային խնդիրների, հեվոցը, եւ թե կանանց, թե տղամարդկանց մոտ կանանց էլ պետք չի անտեսել, որ եթե կին է, ուրեմն հաստատ մոտը սիրտը իմիջայլոց։ Ճիշտ է, որ բնությունը այդքան էլ հավասար չի բաշխել սիրտանոթային խնդիրները կանանց եւ տղամարդկանց միջեւ։ Գիտեք, դա ճիշտ է որոշ չափով, մինչեւ ասենք թե մոտ 55 տարեկանը, դա հարաբերական թիվ եմ ասում, մինչեւ ասենք թե դաշտանադադարը, չնայած հիմա դուք որպես գինեկոլոգ կփաստեք, որ այդ 55 թիվն էլ է բավականին հարաբերական, իջել, հա, երիտասարդացել է դաշտանադադարը, բնությունը տեսեք ինքը մտածում է, որ կնոջ մոտ ֆունկցիա է երեխա ունենալու, երեխային դաստիարակելու, հա, եւ երբ որ այդ ֆունկցիան իր մոտ ավարտվում է հարաբերական 55-ից, արդեն սկսում են սիրտանոթային համակարգի խնդիրները, թե սրտի իշեմիկ հիվանդություն, թե գեշ ճնշում, հավասարվել տղամարդկանց մի բան էլ անցնում են։ Եվ ինչն է հետաքրքիր կանանց մոտ, շատ հաճախ սիրտանոթային հիվանդությունների ախտանիշները ոչ տիպիկ են։ Դրանք կարող են դրսևորվել օրինակ չափից ավել անսովոր հոգնածությամբ, հեվոցով ձերազատ, ցավ, ասենք թե պարանոցի հատվածում կամ գոտկատեղում։ Եվ քանի որ հասարակության մեջ այդ ստերեոտիպը կա, որ դե լավ, եթե կինա, ուրեմն հաստատ սիրտը չի, շատ հաճախ կանայք եւ չեն էլ դիմում
չեն դիմում բժիշկի եւ ես շատ կուզենամ եւ այդ ամենը վիճակագրորեն հաստատված է, որ կանանց մոտ սիրտանոթային խնդիրները լինելուց էլ նրանք ավելի դժվար են ընթանում, հա, որովհետեւ ուշ են ախտորոշվում։ Եվ ես շատ կուզենամ այս հարցի շուրջ իրազեկվածությունը բարձրանա եւ այդ ստերեոտիպը, որ եթե կին է, ուրեմն սիրտը չի պրոբլեմը, այդ ստերեոտիպը վերանա, որովհետև դա արդարացված չի։ Նաև այդ ոչ տիպիկ դրսևորումների մասով պետք է խնդրենք, որ մեր բոլոր գոլեգաներն էլ ուշադիր լինեն, որ եթե ենթադրենք կոդկային շրջանի ցավ է, դա պարտադիր չի, որ օրինակ ողնաշարի հետ կապված խնդիր լինի կամ այսինքն այստեղ պետքա համակցված աշխատենք, որ պացիենտի մոտ ճիշտ գտնվի խնդիրը ու թիրախային մասնագետը զբաղվի, որպեսզի խնդիրն էլ բաց չթողնվի, հա։ Օրինակ նույն մատնանշած կլիմակտերիկ շրջանի կանանց ես անպայման սրտաբանի հետ համատեղ եմ վարում, որովհետև ինչքան էլ որ ենթադրենք կլիմակտերիկ համախտանիշով պայմանավորված լինի գերճնշումը, միևնույն է սրտաբանի խորհրդատվություն պետքա լինի, այսինքն սրտաբանը պետք է շղթի իր մասով, որ ես դա վերագրեմ։ Եվ համատեղ աշխատենք ռիսկի գործոնների նվազեցման։ Քանի որ այդ մասով կանանց շատ լավ, ինձ թվում է մենք ահագին գործնական խորհուրդներ տվեցինք ու հուսամ մեզ լսողները ականջալուր կլինեն եւ կկիրառեն, բայց իմի բերելով մեր զրույցը կա ինչ որ մի բան, որ կցանկանաք ասել մեզ դիտողներին որպես խորհուրդ, որպես սրտաբան։ Ես կուզենամ ասեմ, որ սիրտը այնպիսի օրգան է, որ ուշադրության կարիք ունի եւ ուշադիր պետքա լինել ցանկացած ինչ որ անսովոր սիմպտոմի, ախտանշանի, որ մեզ մեր օրգանիզմը ցույց է տալի, ուշադրությունը պետք դարձնել մեր սննդակարգին, ինչ ենք մենք ուտում, մեր շարժման տեմպին, մեր ստրեսի մակարդակին եւ շատ կարեւոր է, շատ ուղղակի կանխարգելիչ սրտային բուժզննումներ անցնելը, որպեսզի ժամանակին կարողանանք կանխարգելել, հա, որովհետեւ այդ ճիշտ սովորությունները հիմա բերում են առողջ սրտին։ Միշտ ամենից ավելի հեշտ է կանխարգելել, քան թե բուժել։ Իսկ այդ ամենամյա բուժզննությունները նրանք հնարավորինս հա կկանխարգելեն։ Նրանք չեն թողի, որպեսզի խնդիրը ավելի հայտնաբերվի ավելի խորը շրջաններում։ Իսկ դա շատ կարևոր է։ Հատկապես որ տարիքից կանխարգելություն 40+։ Գոնե թե 40 գոնե։ Ներկայումս ավելի երիտասարդներն են, որտեղ միշտ թյուր կարծիք է, որ սիրտանոթային խնդիրները միայն տարիքով անձանց են վերաբերվում, հա, բայց ցավոք մեր դարում սխալ ապրելակերպը, նստակած կյանքը, բարձր ստրեսի մակարդակը բերում են նրան, որ 30-ից 40 տարիքային միջակայքում էլ մենք ունենում ենք, հա, պացիենտներ, բայց հիմնականում գոնե 40+ տարիքում անպայման կանխարգելիչ բուժզննությունները։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ մեր զրույցի համար, կարծում եմ շատ օգտակար, շատ գործնական, շատ կիրառական զրույց է, շատ շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ իմ հյուրն էր բժշկական գիտությունների դոկտոր, սրտաբան Լուսինե Հազարապետյանը։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։